Բարև ձեզ, Civilnet-ում լուրերի հերթական թողարկումն է, ներկայացնեմ օրվա կարևոր նորություններից մի քանիսը։ Հարավային Կովկասում Եվրամիության նախկին հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին կարծում է, որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական վտանգ։ Պիտեր Սեմնեբին այդ մասին գրել է Ռուսաստանը համաշխարհային քաղաքականության մեջ ամսագրում։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներքին տրամաբանությունը եւ դինամիկան հղի են լուրջ ռիսկերով։ Հակամարտության կողմերը խրվել են սպառազինվելու չթույլատնող եւ ապակայունացնող մրցավազքի մեջ։ Առկա է միայն զինադադարի ինքնականոնավորող եւ անհուսալի համաձայնագիրը, առանց հակամարտող կողմերի սահմանազատման։ Դրա պահպանմանը հետևում են միայն մի քանի դիտորդներ ԵԱՀԿ-ից, նշում է նախկին հատուկ ներկայացուցիչը։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու կապակցությամբ։ Իր խոսքում Էրդողանն ասել է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ ուսուսի տված կպայքարի մինչև Ղարաբաղն ազատագրեն հայերից։ Ղարաբաղի բռնազավթումը ինչքան ադրբեջանցիների սիրտն է ցավեցնում, այնքան էլ Թուրքիայի քաղաքացիներինը։ Ադրբեջանում եւ Թուրքիայում ձգտում են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության վերականգնմանը, ասել է թուրք վարչապետը։ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում հայտնել է Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ ուղղված քաղաքական եւ հասարակական լայն ճակատի ստեղծման մտադրության մասին։ Հայ ազգային կոնգրեսը իշխանությունների հետ բանակցելու իմաստ չի տեսնում եւ այսուհետ բանակցելու է ոչ թե ռեժիմի, այլ բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են դուրս գալ ռեժիմի դեմ։ Լևոն Զուրաբյանը նշել է, որ երբ իշխանության եւ ընդդիմության երկխոսությամբ է ձևավորվում նոր իշխանություն, այդ երկրում լինում է ամենակայուն ժողովրդավարությունը։ Հայաստանում այդ փորձը ձախողվեց։ Իշխանությունները հրաժարվեցին նման սցենարից։ Ներկայումս որևէ ուժի հետ բանակցություններ չկան։ Մոբիլիզացիայի բանալին հասարակությունն է։ Իսկ երբ մոբիլիզացիայի գործը հասնի պատշաճ մակարդակի, հնարավոր է բանակցություն նաև քաղաքական ուժերի հետ, ասել է Լևոն Զուրաբյանը։ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հայտարարել է, որ վրացի միլիարդատեր Իվանիշվիլին չեն կարողանա խանգարել մասնակցելու 2012 թվականին Վրաստանում կայանալիք խորհրդանական ընտրություններին։ Այդ են ցանկանում եւ Վրաստանի ժողովուրդը եւ միջազգային հանրությունը։ Եթե իշխանությունները չվերադարձնեն նրան քաղաքացիությունը եւ թույլ չտան մասնակցել ընտրություններին, քաղաքացիական պատերազմ կլինի, ասել է Շևարդնաձեն Իվանիշվիլին համարելով Վրաստանի փրկիչ։ Այսքանը, հետևեք Civilnet-ի աշխատանքներին։